Հարգելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ մեր տաղավարում, որտեղ շարունակում ենք հարցազրույցների շարքը եւ այսօր իմ հյուրն է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի պատգամավորի տեխնացու քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ Պարոն Սուրենյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Սիրով։ Հատկապես այս օրերին դա շատ մեծ բան է, որովհետեւ ժամանակ գտնելը շատ բարդ է եւ հենց սկսենք դրանից Քարոզ Արշավը մեկնարկել է արդեն մի քանի օր է դուք ակտիվ մասնակցություն ունեք ուզում եմ գնահատական տակ թե ինչպիսի մեկնարկ ունենք ինչ սպասել առաջիկայում Բարգավաճ Հայաստանը բավականին արդյունավետ մեկնարկ է տվել Քարոզ Արշավին ես ուզում եմ ընդհանրապես նկատել որ մենք դերևս անցած ամառվա վերջից ծրագրային աշխատանքները արդեն մեկնարկել ենք հասարակության հետ այդ կոնտեքստում շատ ակտիվ շփումներ ենք ունենում տարբեր խմբերի համայնքներում եւ այլն ուզում եմ ասեմ մենք ստարտային լավ վիճակում ենք եւ այդպես չի որ մեր ընտրաթիմը միայն ընտրությունների ժամանակ հիշեց քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին կամ հասարակության հետ կոմունիկացվելու անհրաժեշտությունը դա եղել է մեր մշտական աշխատանքը Ոնք Քարոզ Արշավը սկսել ենք շատ տպավորիչ Աբովյան քաղաքում 3 տեղի ունեցած շատ բազմամարդ հանրահավաքով առնվազն 5-6 հազար եւ ավելի մեր հայրենակիցներ մասնակցում էին հանրահավաքին հատուկ ուզում եմ հակադարձելով իշխանության ռոպագանդայի կեղծ թեզերին ասեմ, որ միայն տեղացիներ են մասնակցել հանրահավաքին, այսինքն Աբովյան քաղաք հարակից գյուղ էր եւ ոչ մեկ հանրահավաքի կեսից հանրահավաքը չի լքել, իշխանության ռոպագանդան երևի հանկարծակի եկած կամ շատ տհաճ ապրումներ ապրած այն փաստից, որ մենք շատ հաջող հանրահավաք ենք արել, երեկոյան արդեն կեղծ թեզեր էր շրջանառության մեջ դնում։ Էներգետիկան շատ լավն էր հանրահավաքի, շատ ուժեղ իմպուլսներ անձամբ ես ստացա, ներկայացրեցինք մեր քաղաքական ուղերձները, հիմա մեր թիմը շարունակում է Կոտայքի մարզում իր ընտրարշավը, այսօր Հրազդան քաղաք, Չարենցավան, Եղվարդ, Նորհաճն, Հյուրեղավան, ինչպես գիտեք, բազմաթիվ համայնքներ եւ քաղաքներ կան այդ բավականին մեծ համայնքների մասն է խոսքը, այսօր Կոտայքի մարզում թերևս կավարտենք, ամեն օր մենք ունենք շատ ակտիվ հանդիպումներ, խնդիր ունենք ամեն տան մեր ուղերձները հասցնել, ամեն տան, ամեն փողոց, ամեն գյուղ, որևէ քաղաքացի չի գտնվելու, որ ընտրարշավի ավարտին մեր ուղերձները ստացած չլինի։ Այ դուք նշեցիք, որ այս պահին էլ Բարգավաճ Հայաստանի թիմը շարունակում է Քարոզ Արշավը Հրազդանում եւ հարակից գյուղերում, քիչ առաջ ես ուղիղ միացումով տեսա Գագիկ Ծառուկյանը անդրադարձավ Ալիևի երեկվա հայտարարություններին, այսինքն հերթական սպառնալիքների սեն շարքին, որ պետք է Հայաստանը ընտրություններից հետո ընդ որում ինքը ասում էր այնպիսի կատեգորիկ տոնով, կարծես ինքը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու է եւ ընտրություններից հետո Հայաստանը պետք է սահմանադրությունը փոխի, Հայաստան պետք է վերադառնան այսպես կոչված 300,000 ադրբեջանցիները եւ այլն եւ այլն։ Եվ Գագիկ Ծառուկյանը խոսեց երաշխավորված խաղաղության մասին, դա հակադրելով իշխանության հիմնական թեզին, թե մենք խաղաղություն ենք բերել։ Տեսեք, կարելի է մշտապես այդպես էլ խոսելու է, որովհետև եթե չկան միջնորդներ, որոնք պիտի զսպեն նրա ագրեսիվ օրակարգը, ախորժակը, մեծապետական, մյուս կողմից կա պատերազմ պարտված Հայաստան, առանց միջնորդների ուժային այս դիսբալանսի պայմաններում անցկացվող բանակցությունները ոչ թե բալանսավորված խաղաղության մասին են, այլ կապիտուլյացիայի ճանապարհային քարտեզի։ Այն ինչ որ 2022-23 թվականներից սկսած ես մեր թիմի այլ անդամներ պարբերաբար ահազանգել ենք, զգուշացրել ենք, ասել ենք։ Հատկապես երբ ստորագրված որևէ փաստաթուղթ սեղանին չկա։ Այո, կամ էլ հռչակագրային բնույթի ինչ որ հայտարարություններ կան։ Հիմա մենք պատահական չի, որ այդ նվաստացուցիչ միակողմանի զիջումների մոդելին, որը մենք անվանում ենք նաև ուրացման մոդել, հակադրում ենք մեր երաշխավորված խաղաղության մոդելը։ Ինչ է դա։ Երաշխավորված խաղաղության մոդելը չի ենթադրում ամենևին ստանձնած միջազգային պարտավորությունների վերանայում մեր իշխանության գալու պարագայում, ինչպես
փորձում են դա ներկայացնել իշխանությունին։ Այսինքն դուք չեք հայտարարել, որ սկսում ենք զրոյական Իհարկե մենք այդ արկածախնդրությունը Նիկոլ Փաշինյանի չունենք, ու այդ ամբարտավանությունը չունենք։ Դա ենթադրում է, որ խաղաղության գործընթացը պետք է ունենա միջնորդներ միջազգային երաշխիքներով, այսինքն որպեսզի այս դիսբալանսը մեղմվի։ Ինչպես նաև դա ենթադրում է, որ Հայաստանը այն անվտանգային համակարգում, որ գտնվում է, դիուժեղացնի այդ անվտանգային կապերը եւ նույն ժամանակ փորձի մեր օրակարգի շուրջ դաշնակիցներ գտնել նաեւ այլ ազիմուտներում։ Այսինքն սա ենթադրում է միջնորդների եւ դաշնակիցների ու նրանց երաշխիքների ամուր մի համակարգ, որ իսկապես ինստիտուցիոնալ ու երաշխավորված կդարձնի խաղաղությունը եւ թույլ կտա Հայաստանին այս խեղճությունը հաղթահարել, մեջքը ուղղել։ Մենք հիմա դուք խոսում եք միջազգային դաշնակիցների մասին, բայց փաստացի մենք այն փուլում ենք, երբ մեր իրական ասենց ամենամեծ դաշնակիցը, որը նաև մեր առևտրային, չասեմ, հենքն է, այս փուլում մեզ զգուշացում է Մոսկվան տալի, որ եթե դուք սենց շարունակեք, այսինքն Զելենսկու ելույթը Հայաստանում, դա այն է, ինչ լինելու է Հայաստանի հետ եւ անալոգիան տարավ Ուկրաինայի հետ։ Եթե մենք կորցնում ենք մեր վերջին դաշնակցին այս փուլում, ինչ ենք ձեռք բերում։ Ընդհանրապես եկեք ֆիքսենք, որ նիկոլական Հայաստան լինել չի կարող հունիսի 8-ից հետո, որովհետեւ կամ Նիկոլը վերարտադրվելու է, Հայաստան չի լինելու, կամ եթե ցանկանում ենք Հայաստանը պահպանել, Նիկոլ չպետք է լինի։ Սա որպես գլոբալ արձանագրում անենք եւ անցնեմ ձեր շատ հետաքրքիր եւ ամենաարձիական հարցին թերևս։ Ապրիլի 1-ին Պուտին Փաշինյան հանդիպման հրապարակային հատվածում Ռուսաստանի Դաշնության նախագահը ըստ էության երկու շատ կարևոր արձանագրում արեց, որ Մոսկվան այլևս չի հանդուրժելու, որ մենք երկու աթոռի վրա նստած քաղաքականություն վարենք, եւ Մոսկվան այլևս չի հանդուրժելու, որ Նիկոլ Փաշինյանը լուզեր քաղաքականության հետևանքները բարդի Մոսկվայի վրա, Ռուսաստանի։ Այս երկու արձանագրումը ռուսները արեցին, բայց ինչպես երևում է եւ ինչպես կանխատեսելի էր, Հայաստանի արկածախնդիր իշխանությունը սրանից հետևություններ չարեց։ Գիտեք, ես հիմա կարծում եմ, որ նույնիսկ շատ լավ եղավ, որ այդ գագաթաժողովները ոչինչ տվող զույգ գագաթաժողովները եվրոպական Երևանում եղան եւ Պուտինի երեկվա հայտարարությունը եղավ ամսի 9-ի, որովհետեւ այլևս հասարակության համար ամեն ինչ բացահայտ դարձավ։ Մի կողմից մենք ստանում ենք ունենում ենք գագաթաժողովներ եվրոպական, որոնք առարկայական ոչինչ չեն տալիս Հայաստանին, միայն ընդհանրապես Հայաստանի մասին չէին։ Ընդհանրապես Հայաստանի մասին չեն, հազար ներողություն հակառուսական ստրիպտիզի տպավորություն փողող ինչ-որ միջոցառումներ են, ընդ որում այս պարագայում ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնող, նաև Իրանի Իսլամական Հանրապետության։ Մյուս կողմից երեք հնչեց Պուտինի հերթական արդեն ավելի Հանրամատչելի լեզվով ձևակերպված զգուշացումը, նա զգուշացնում էր, որ մենք չենք կարող, պետք է շատ արագ կողմնորոշենք ԵՄ թե ԵԱՏՄ կամ քաղաքագիտ ապահարզան թե ապահարզան ուկրաինական մոդելով, հա։ Ես հիմա մեր հասարակությանը ուզում եմ շատ հստակ մի քանի բան ասել։ Ես ինքս ունիվերսալ արևմտյան արժեքների կրող եմ ու շատերս ոչ մեկս արևմտյան քաղաքակրթությանը, մշակույթին, ստանդարտներին դեմ չի, ընդհակառակը, բոլորս էլ ձգտում ենք ինչ-որ ձևով այդ արժեքներին, բայց այլ բան արժեքային կողմնորոշումը, այլ բանա ռեալությունից բխող աշխարհաքաղաքական դիրքավորումը։ Եթե նկատել եք վերջին տարիներին գոնե հրապարակայնորեն Ռուսաստանի Դաշնության նախագահը խուսափում էր ինչ որ նման կոշտ գնահատականներ հնչեցնել, երևի թե հասել է արդեն բաժակը լցվել է։ Ռուսաստանի նախագահն նույնպես ուզում էր մեսեջները Հայաստանի հասարակությանը հասցնել, եւ ես ուզում եմ մեր հասարակությանը շատ հստակ բացատրենք, ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականությունը։ Հայաստանը փորձադաշտ չի։ Տեսեք, սկզբում իր արկածախնդիր քաղաքականությամբ 2018-20 թվերի բերեց պատերազմ։ Հետո որոշեց այդ պատերազման փուլում նոյեմբերի 9-ի հարթակից դուրս գալ, արևմուտքում բանակցել, որտեղ ուկրաինական պատերազմ էր սկսվել եւ
արևմտյան տերերը կարծես թե կարողացան նրան սիրաշահել, ժողովրդական լեզվով ասած կտեղ տալ, դրա հետևանքը եղավ երկրորդ աղետը, Արցախի կորուստը։ Հիմա մենք կանգնած ենք երրորդ շատ վտանգավոր աղետի առաջ։ Եթե Նիկոլ Փաշինյանն այս հակառուսական արկածախնդրությանը վերջ չտա, մեր տնտեսությունը կանգնելու է կոլապսի առաջ, որտեղ մեր տնտեսական կայունության միակ երաշխիքը, օրինակ, էժան գնով գազն է, որ Ռուսաստանը մեզ մատակարարում է։ Մեր հայկական արտադրանքը սպառման շուկա ունի որպես միայն Ռուսաստանը, օրինակ մեր գյուղատնտեսական պատկերացրեք արտահանման հարցում, էլ չեմ ասում թարապես արգելքներ լինի, ասում եմ ինչ-որ խոչընդոտներ հարուցվի։ Դա բերելու է բիզնեսների կրճատման, աշխատատեղերի կրճատման, սոցիալական լարվածության արտագաղթի։ Էլ չեմ ասում, որ մեր 3 միլիոն հայրենակիցները, որ ապրում են Ռուսաստանում, նրանցից շատերը տրանսֆերտներ են ուղարկում իրենց ընտանիքներ, բարեկամներին, ընկերներին, որոնց շնորհիվ սոցիալական լարվածությունը քիչ թե շատ մեղմվում է։ Հիմա պատկերացրեք, այս բոլոր բոնուսներից զրկվում ենք, առանց արևմտյան համընդհանրային երաշխիքների, առանց արևմտյան տնտեսական աջակցության երկուսն էլ չկան։ Ու Երևանում անցկացված գագաթաժողովներում ոչ անվտանգային երաշխիքներ մեզ տվեցին, նույնիսկ այդ խնդրին մոտ էլ չեկան, Ուկրաինայից խոսում էին, Իրանից խոսում էին, ինչից ասես խոսում էին։ Դե դրա համար ասում եմ, բացի Հայաստանից ամեն ինչին վերաբերում էր։ Բայց բացառությամբ ուրեմն բանի թվում է թե գոնե տնտեսական, ֆինանսական ինչ-որ բոնուսներ կամ խորհրդանշական աջակցություններ մասին, բայց այդ 2 միլիարդ եվրոյի ծրագրից բացի, որ 3 տարի առաջ էր համաձայնեցվել եւ մինչեւ հիմա չի արձանագրվել, նույնիսկ այդ մասին խոսք չեղավ։ Նոր ֆինանսական փաթեթ չառաջարկվեց։ Պրոպագանդան այնպես է ներկայացնում, որ հեսա Երևանում վիզաների ազատականացման հարցը լուծվելու է, որ այդ գագաթաժողովներում 22 թե 23-րդ կետն է, այդ հռչակագրի կարդում ես, 0 խոստում, 0 առարկայական ինչ-որ մեխանիզմ, այսինքն այդ հարցից նույնքան հեռու ենք, որքան հեռու ենք մինչև այդ գագաթաժողովերի անցկացում, բայց մենք հիմա ունենք լրջագույն խնդիրներ Ռուսաստանի հետ։ Եվ առանց շապազանցության եմ ասում, այստեղ հարց է ինչի ես ռուսամետ եմ, արևմտամետ եմ կամ ինչ եմ, արժեքային կողմնորոշումը որևէ մեկից բացարձակ կարևորություն չունի։ Կարևորություն ունի այն հանգամանքը, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է, հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը պրոքսի պատերազմի բաղադրիչներ է սկսում ստանալ, ինչի հետևանքով առնվազն Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է կոլապսի մեջ, ինչը բերելու է պետականությանը հասցեագրված շատ լուրջ մարտահրավերների, որտեղ մյուս կողմից մենք զրկվելու ենք նաև մեր անվտանգության հովանոցից, ինչի իրենտին ենթադրում է, որ ամբողջովին հայտնվելու է թուրք-ադրբեջանական ակցիաների մեջ դրանից բխող հետևանքներով։ Պարոն Սիրունյան, փաստորեն ստացվում է, որ ընդդիմությունը եւ հատկապես առաջատար ուժերը այս քարոզարշավում բոլորը ձեր այդ ասած ծիրի մեջ են եւ միայն իշխանությունն է, որ Հայաստանը տանում է արկածախնդրության ճանապարհով։ Ինչ պետք է անել, որ ի վերջո հասարակությունը դա հասկանա եւ ճիշտ կողմնորոշվի, այդ ապաթիայից ո՞նց անենք դուրս գան մարդիկ։ Արգելելի է, այսպես հիմա ինչով ես ու դուք զբաղված ենք։ Բայց մարդիկ կարծես հոգնել են խոսակցություններից, չէ՞ զգում։ Ինչ պիտի անենք։ Մեր խնդիրը արգումենտավորված ասելիքը հասարակությանը տեղ հասցնելն է։ Պիտի յուրաքանչյուր մարդու անհոգնել, կլինի այս տաղավարում, կլինի այլ տաղավարներից, թե ուղղակի ուղիղ կոմունիկացիայի ընթացքում դռներ դուռ այցելելով ուղղակի բացատրել առանց խաբելու, միջայլոց մենք ոչ խոստումներ ենք տալիս, ոչ խաբում ենք, ոչ պատրանք ենք վաճառում, առանց խաբելու, առանց չափազանցնելու պետք է բացատրել Նիկոլ Փաշինյանի այս նոր արկածախնդրությունը, որ ավելի պակաս արկածախնդրություն չէ, քան այն ինչ որ անում էր նախապատերազմյան փուլում, ոնց է ազդելու յուրաքանչյուրիս կենցաղի վրա։ Թող յուրաքանչյուր մարդ պատկերացնի,
տան գազից սկսած մինչև տնտեսության կազմակերպումը, հա, գլոբալ մասշտաբով, գազի գնի բարձրացումը ինչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի եւ ընդհանրապես մեր բոլորի կենսամակարդակի վրա։ Սուտ են բոլոր այն խոստումները, որ հեսա Իրանից գազ կբերենք, հեսա Ադրբեջանից գազ կբերենք։ Իրանի գազը նախ տնտեսագիտական հաշվարկով ավելի թանկ է, այսինքն էլի չի կարողանում փոխհատուցել։ Երկրորդը մենք չգիտենք ինչպես իրադարձություններ կլինեն Իրանի շուրջ, իսկ ադրբեջանական գազի տարբերակը ընդհանրապես անհետ է քննարկել, որտեղ միանգամից հայտնվելու է ադրբեջանական ենթապետության կարգավիճակում։ Առանց այդ էլ հիմա բոլոր ազդեցության լծակները Ադրբեջանը կոդեմ ունի։ Բոլոր ստրատեգիական բարձունքները գրաված է։ Դե գուցե հենց դա է նպատակը այս իշխանության տանելը տեղ։ Ընդհանրապես գիտեք, դες վարկածր կա։ Նիկոլ Փաշինյանը երբ կարող անպատիժ մնա, երբ որ պետականությունն ու իր ինստիտուտները չկան, եւ պատասխանատվության կանչող ինստիտուտները գոյություն չունեն։ Որովհետեւ ինքը ինչի է անդադ Արցախից խոսում, այն օրը են անհետեցություններ ասում, որ իսկ ով ասեց Արցախը երբևէ մերն է եղել կամ մենք հող չենք կորցրել, որտեղ միջազգային մեր սահմանները, հեսա եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ ուղղակի կներեք, էլի, ես ուղղակի չեմ ասա չասեմ։ Երբ որ ինքը դա ասում է, այնտեղ մարդիկ կան, որ ծափ են տալիս։ Ասեմ, դուք չեք հիշում, որ ինքը Ստեփանակերտի սրտից հայտարարում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Մնացածի մասին չեմ ասում։ Դե դրա ես ասում եմ, արժե համակարգային մեր քաղաքակրթական, ընդհանրապես մենտալ դեգրադացիան շարունակվելու է, դա հանգեցնելու է պետականության կորստին, եթե Նիկոլ Փաշինյանը մնաց։ Որովհետեւ գիտեք, ինքը շատ ավելի վտանգավոր թեզեր է հիմա հնչեցնում հարաբերական շարժման մասին, Արցախի հայկականության մասին, որ նույնիսկ չեն հանդգնել այդ թեզերը հնչեցնել հայր եւ որդի արիևները։ Նրանք շատ ավելի զգուշավոր են եղել իրենց ձևակերպումներով։ Օրինակ, եթե ավակ եւ կրտսեր արիևը Ղարաբաղի սուբյեկտությունը կամ հայկականությունը կասկածի տակ դնեին մինչեւ 2020 թվականը, չէին էլ առաջարկի, որ պատրաստ են Լեռնային Ղարաբաղին տալ ամենաբարձր ինքնավարությունը։ Նույնիսկ բանակցությունների սահման չէին նստել, կապիկ չեն։ Հիմա եկել է Հայաստանի իշխանության ղեկին մեկը, որը մեր հանրապետության դելեգիտիմացիայի ճանապարհով պատրաստ է պահպանել սեփական իշխանությունը։ Այլ կերպ ասած, դա պատրաստ է համակերպվել Ալիևի երջանիկ վասալի կարգավիճակին, միայն թե աթոռը տակը չի երևա։ Հիմա ասում եք հասարակությունը, նույնիսկ այդ մարդկանց պետք է բացատրել, որտեղ դրանց մի մասին հարկադրանքով են տանում այդ հանրահավաքներին։ Դրանց մի մասը գտնվում են իրանց շեֆերի ու շատիր հայացքի ներքո, գնացին հանդիպման, թե ոչ ծափ տվեցին, թե ոչ ճպտացին, թե ոչ։ Ուզում ասեմ, այդ մարդիկ բազմաթիվ կաշկանդումներ ունեն։ Մենք Քարոզարշավի մեկնարկին տեսանք, որ իշխանությունը սպառնում է քաղաքական ուժերին, ովքեր որ մասնակցության հայտ են ներկայացրել առաջիկա ընտրություններին, այդ թվում նաև Բարգավաճ Հայաստանն էր դա վերաբերում, որ ես ազգային ժողովը թույլ չի տա, որպեսզի իրանք մտնեն խորհրդարան եւ այլն եւ այլն։ Եվ մենք շատ լավ տեսել ենք ռեպրեսիվ ձեռագիրը այս իշխանությունների, ցավոք ոչ միայն քաղաքական գործիչների նկատմամբ, այլև նույնիսկ եկեղեցու։ Ինչպիսի ռեպրեսիաներ եք սպասում դուք, այսինքն Բարգավաճ Հայաստանը պատրաստ է իրավական ճնշումներին։ Նախ ասեմ, որ մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, այնպես չի, որ ռեպրեսիաները մեր դեմ նոր են սկսվել, ինչպես գիտեք, առաջին ապօրինի կառավարվածներից մեկը պարոն Ծառուկյանն էր 2020 թվականին, եւ իդեպ իշխանությունը կամ պատկան մարմինները հարկ չհամարեցին անգամ ներողություն խնդրել, որտեղ այդ գործով այսպես կոչված ընտրակաշարքների կես գործով պարոն Ծառուկյանը արդարացվեց դատարանի որոշմամբ։ Ցանկացած սցենարի պատրաստ ենք, բայց մենք ոչ թե կանխարգելիչ ֆունկցիա պետք է կատարենք կամ իշխանության արածների հետևանքների հետևից պետք է գնենք, այլ մենք պարտավոր ենք հասարակության սուբյեկտությունը մինչև ամսի 7 այնպես բարձրացնել, որ Նիկոլ Փաշինյանը չհանդգնի անգամ կեղծիքների կամ բռնությունների գնալ։ Ուրեմն ես ուզում եմ մեր ժողովրդին մի հստակ բան ասել։ Եթե ընտրողների մասնակցությունը գերազանցեց
1.300.000, սա մասնագիտական հաշվարկներ, ավելի պատկերավոր ասած, պլյուս 10% եղավ մասնակցություն նախորդ ընտրությունների համեմատ, Նիկոլ Փաշինյանի պարտությունը անխուսափելի է լինելու, եթե նույնիսկ նրան Էրդողանից եւ Ալիևից բացի վենսեր պաշտպանեն, Կայա Կալասներ պաշտպանեն, Մակրոններ պաշտպանեն, որովհետեւ ի վերջո հասարակական ակտիվ սուբյեկտությունը, մասնակցությունը բերելու է նրան, որ այս իշխանությունը փլուզվի շատ արագ։ Հիմա փաստորեն ամենամեծ խնդիրը մարդկանց տեղամաս տանը։ Միակ խնդիրը, եթե կուզեք, որովհետև այդ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այնքան ցածր է, որ հասարակության ակտիվ մասնակցությունը ավտոմատ նշանակում է իր պարտություն։ Դե եթե մենք նայենք վերջին ընտրությունները նաև մայրաքաղաքում, բավականին ցածր էր ցուցանիշը։ Դրա շնորհիվ իրանք վերարտադրվեցին, ընդ որում էլի չկարողացան, նույնիսկ այդ ցածր մասնակցության դեպքում վարչական ռեսուրսը չկարողացավ այն ավերիչ ազդեցություն ունենալ, որ ԿՊ-ն օրինակ 50% գումարած մեկ ստանար, ոնց վերարտադրվեց, երևի հիշում եք, սատելիտ մի հատ կուսակցության աջակցությամբ ու խմբակցություններից մեկից էլ քաղաքական հանձնագողություն արեց, այո։ Դե մնում է հույս հայտնել, որ հիմա նման սցենարների մենք ականատես չենք լինի, եւ ես բոլոր իմ հյուրերին այդ հարցը տալիս եմ, դուք պատրաստ եք տեղ կանգնել բոլոր քվեներին, որոնք ձեզ կտան մեր քաղաքացիներին։ Այո։ Հատկապես իմ քաղաքական կենսագրությունը հուշում է, որ ես միշտ անզիջում եմ եղել ընտրակեղծիքների դեմ, այդ դրա համար 2000-ականներին նույնիսկ 2 անգամ քաղաքական պատճառներով ազատազրկվել եմ, բայց միևնույն է մնացել եմ իմ սկզբունքին։ Մենք ունենք ընդգծված եւ շատ խարիզմատիկ առաջնորդ, ունենք շատ ուժեղ թիմ եւ ունենք շատ կենսունակ ծրագիր։ Այս առումով մեր հասարակությունը մեզ կարող է վստահել իր ցանկացած քվեն հասնելու է տեղ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Կհանդիպենք։